Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարցս ուղղում եմ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Պարոն նախարար, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով տեղյակ ենք, որ չեղարկվել են մի շարք չվերթներ Իրանից, Իսրայելից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ ինչպես հայտնի է, ձեր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարի հետ կարծես թե պարզ էր դառնում, որ մեր հայրենակիցների դեպի Հայաստանի Հանրապետություն քաղաքացիների փոխադրման, հետ վերադարձի ուղղությամբ մեխանիզմները պարզեցվել էին, դյուրինացվել, ինչ ասել է պարզեցում, ինչ փուլում է այս գործընթացը եւ ինչ ստատիստիկա ունենք այս պահին մեր հայրենակիցների հետ վերադարձի ուղղությամբ, ինչ քայլեր են ձեռնարկվել, շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Համեցեք, պարոն Միրզոյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ հարցի համար Տիկին Ազարյան, բնականաբար տարածաշրջանում Իրանի շուրջ ուրեմն իրավիճակի լարումից հետո եւ ռազմական գործողությունների սկսումից հետո բոլոր վերաբերելի երկրներում մեր դեսպանությունները բերվել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, կապ է հաստատվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, այդ թվում եւ քեթեժ գծերի միջոցով եւ հիմա ուղիներ են փնտրվում, այսինքն այդ բայց սկսած նրանց անվտանգ Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն իրականացվել, իհարկե բարդություններ ակնհայտ են, փակ թռիչքային զոնա է հայտարարվել գրեթե բոլոր այդ վերաբերելի երկրներում, չեղարկվել են թռիչքները, մի սպეციფიკա կա, օրինակ Միացյալ Արաբական Էմիրությունները ցամաքային սահման ունի Օմանի հետ եւ օգտվելով այդ հնարավորությունից մենք կազմակերպել ենք եւ կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումը Միացյալ Արաբական Էմիրություններից դեպի Օման, որտեղ նաեւ կազմակերպում ենք, որտեղից արդեն թռիչքները Մասկատից Երևան։ Հիմա որն է արտաքին գործերի նախարարության դերը այս ամբողջ պատմության մեջ, դուք հենց այդ եք հարցնում, կրկնում եմ, ուրեմն խոսքը շուրջ 400 կիլոմետր ճանապարհի մասին, տրանսպորտային տեղափոխության կազմակերպումը ընկերություններ գտնելը, վճարելը նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունն է հոգում այդ տեղափոխությունը, նրանց անվտանգ անցումը Միացյալ Արաբական Էմիրություններից դեպի Օմանի Սուլթանություն, նրանց հասցնելը մինչև օդանավակայան, ձևակերպումների կազմակերպումը, իհարկե նաև թռիչքների թույլտվությունների ստացումը արտաքին գործերի նախարարության կողմից են կազմակերպել որոշ դեպքերում ավիաընկերությունների հետ բանակցելով եւ այլն, եւ հետո արդեն քաղաքացիները կարող են այդպես վերադառնալ, արդեն 3 եւ այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 Հայաստանի Հանրապետության քաղաքացի է վերադարձել, վաղնել է դրված թռիչք, հաջորդ օրն էլ, դրա հաջորդ օրն էլ, իհարկե նաև մեծ հավանականությամբ կարող են թռիչքները վերագործարկվել նաև Դուբայից եւ Աբու Դաբիից, բայց իհարկե այսքանով ամբողջը չի սահմանափակվում, սպეციფիկաներ կան, այսինքն մենք կապի մեջ ենք մշտապես մեր բոլոր գրեթե քաղաքացիների հետ, նայեք, Օմանում ունենք 2 քաղաքացի, որոնք ցանկություն չունեն վերադառնալու։ Հիմա, չգիտեմ, նաև հեռավոր արևելքից 2 քաղաքացի եկել են Օման եւ այնտեղից արդեն տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Իսրայելում ունենք 15 քաղաքացի, որոնցից 5-ի հետ մշտական կապի մեջ ենք, ուզում են վերադառնալ, Քուվեյթում ունենք 17 քաղաքացի, նրանց հետ կապի մեջ ենք, ուզում են վերադառնալ, առայժմ հնարավոր իրատեսական ուղիներ չկան, բայց բոլորը անվտանգ են, բոլորը նորմալ են, Դոհայում ունենք քաղաքացիներ, առայժմ վերադառնալու հնարավորություն չկա, բայց բոլորը ապահովված են հյուրանոցներով, սնունդով, Դոհայում մնացած քաղաքացիներից 2-ը դեղորայքի կարիք են ունեցել, դեսպանության ուրեմն միջոցներով այդ դեղորայքը հասցվել է, ավելորդ ասել, որ նույն Օմանում, նույն բոլոր տեղերում ամբողջ արվել է նաև դեսպանությունների միջոցով, Լիբանանում կրկին ուրեմն բարի համույթ կար, որը արդեն վերադարձավ վայրեջք կատարեց Երևան, էլի Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ջանքերով եւ ուղեկցությամբ հասցվել խումբը օդանավակայան, Վիետնամում ունենք քաղաքացի մեկ, որը ունի Բահրեյնում մշտական կացության իրավունք, որը ցանկություն չունի ընդհանրապես վերադառնալու, միևնույն ժամանակ ունենք 17, եթե չեմ սխալվում, քաղաքացիներից բաղկացած խումբ, որը
Հնդկաստանում ունենք 117 քաղաքացիներ, որոնք այնտեղ են տուրիստական նպատակներով եւ Sevan Startup ուրեմն սամիթի ծրագրի շրջանակներում ուղիներ ենք փնտրում նրանց վերադարձնելու։ Շրի Լանկայում ունենք քաղաքացի, այսինքն բոլոր տեղերում նախ կապ ունենք եւ երկրորդ փորձում ենք հաճախ ստացվում է, մյուս տեղերում ուղղակի անհնարավոր, որտեղ թռիչքներ փակ զոնա է եւ այլն։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան, ձեր պատասխանից ըստ էության կարող ենք արձանագրել, որ այսօր առավոտից մամուլում տեղ գտած վերնագրերը առային, որ քաղաքացիները վճարելով մինչև ընդհուպ $1400 գումար ծախսելով պիտի հասնեն Երևան կամ հասել են Երևան, կարող ենք արձանագրել, որ իրականության հետ կարծես թե աղերս չունեն, որովհետև ինչպես հասկացանք, կառավարությունը հոգում է այս ծախսերը, ընդ որում նաև սնունդի եւ հյուրանոցի համար հոգում է։ Ես այդպիսի բան չասեցի Տիկին Ազարյան, ես ասեցի կառավարությունը փորձում է նրանց տեղափոխել Մասկատի այսինքն Օմանի օդանավակայան, կոնկրետ Միացյալ Արաբական Էմիրություններից կառավարությունը հոգում է այդտեղ տեղափոխման ծախսը։ Դժգոհություններ կան այս իմաստով, այս մասին։ Դժգոհություններ միշտ կարող են լինել, նայեք, բայց ես բացատրեմ ձեզ իրավիճակը։ Կառավարությունը մարդկանց տալիս ավտոբուս, վճարում է ավտոբուսի համար եւ ավտոբուսով հասցնում է Դուբայից օրինակ Մասկատ օդանավակայան, որտեղ կառավարությունը նաև ստացել է թռիչքի թույլտվություն։ Մնացածը մասնավոր ավիաընկերության հարց է։ Հիմա նայեք, ասում եք գները բան են եղել, բայց օրինակ եկեք նաև հասկանանք, մենք խոսել ենք, բանակցել ենք ավիաընկերությունների հետ, եկեք արձանագրենք, որ այդ նույն սովորական թռիչքով չի, չէ, ճանապարհով չի թռնում ինքնաթիռը, փակ այդ ամբողջ, այսինքն օդանավը Մասկատ Երևան թռիչքի համար այլևս այսպես չի գալիս, չգիտեմ, այսպես է գալիս։ Այդ նշանակում է կրկնակի երարկի ժամանակ օդում, ըստ այդմ նաև ծախսեր եւ այլն։ Օրինակ, եթե հետաքրքիր է մի թռիչքի ինքնարժեքը ինձ ասեցին $170,000 է, եթե դա պայմանական բաժանես, ասենք, չգիտեմ, 200 քաղաքացու վրա արդեն կարաս ֆիքսես, որ ինքնարժեքը մեծ տոկոս է։ Ես իսկապես չեմ իմանում գները։ Ես որպես կառավարության անդամ հոգ եմ տարել այն մասին, որ մեր քաղաքացիները տուն վերադառնալու հնարավորություն ունենան եւ մի մասն էլ ճանապարհի տեղափոխել են։ Հետո արդեն ներողություն, եկեք նաև արձանագրենք, որ խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այդտեղ, ասենք, զբոսաշրջային նպատակներով, հա։ Կարելի է իհարկե լինի այլ պատճառներ, բայց ներողություն, եթե մի մարդ, օրինակ կոնկրետ մասնավոր դեպք գիտեմ, մի մարդ, որը մի ամիս է համարյա Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է վճարունակ է, չէ՞, տոմս կարա առնի եւ բան անի։ Ինչի մասին է խոսքը։ Մի քիչ արդար չի նաև պահանջը կառավարության նկատմամբ նաև այդ տոմսը առնել, նաև այն կլինեն այլ խմբեր, այլ խավեր, կմտածենք եւ կդիտարկենք բնականաբար նաև ֆինանսական այդ բեռը մեր վրա վերցնելու հարցը։ Այսինքն շատ սպეციფიկ է, եթե դուք նկատեցիք, ես քաղաքացի, երկիր համարյա գիտեմ, որտեղ ով որ քաղաքացին դեղորայքի խնդիր ունի, թե ուզում է վերադառնա, կացության խնդիր ունի եւ այլն։